Շահին Մուստաֆայևը ժամանել է Հայաստան։ Սահմանազատման հանձնաժողովները փոխանակել են աշխատակարգերի ուղեցույցների նախագծերը։ Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը։ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանների գործողությունները որակվել են որպես պաշտոնյաների կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցում և վաղեմության ժամկետներ կիրառելը արգելված է օրենսդրությամբ, ասել է դատախազը։ Դոնալդ Թրամփը Իրանին խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ խելք հավաքել։ Ավելի քան 60 տարի անց երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ, անվտանգության նկատառումներից ելնելով։ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը ողջունել է տնտեսությունների ու ժողովուրդների վերամիավորմանն ուղղված Հայաստանի ու Թուրքիայի վերջին քայլերը։ Ռուսաստանը չի քննարկում OPEC+-ից դուրս գալու հարցը, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Իրանի ազգային արժույթը ռիալը հասել է պատմական նոր նվազագույնի, ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 1,8 միլիոն։